Օգտագործում են Հայաստանի իշխանություններին, հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչներին որպես դեկորացիա իրենց գործընթացը առաջ մղելու համար։ Մենք կարողացանք գտնել խոսակցության այնպիսի որակ, որը ապացուցում էր, որ մենք փոխադարձաբար իրար հասկանում ենք։ Տեսակցություն գերիների հետ։ Նույնիսկ այս հարցը չեն կարողացել լուծել։ Էլ ինչ փոխվստահության մասին է խոսքը։ Ինձ համար կարևոր էր ստեղծել մի կամուրջ հաղորդակցական, որի միջոցով փորձագիտական հանրությունը կարող է հաղորդակցվել նաև կառավարությունների հետ։ Այս ամեն ինչը ադրբեջանցիները օգտագործում են քարոզչության համար։ Բացի ադրբեջանական օրակարգից, բացի հայկական օրակարգից, կա հայ-ադրբեջանական օրակարգ։ Այս գործընթացում Հայաստանը օրակարգ չունի, ուղղակի շարժվում է Ադրբեջանի օրակարգով։ Եթե լինեն պրակտիկ գործողություններ, որոնք ազդում են անմիջապես գործընթացի վրա, տարբեր ուղղություններով, մենք կհամարենք, որ մենք մեր արդյունքներին հասել ենք։ Խիզախ քայլ հաշտեցման ուղղությամբ, թե ուղերձ սխալ տեղում եւ ժամանակում, ինչ ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Բաքու, որքանով է պատրաստ նման շփումների, պատերազմի հիշողություններով ապրող հասարակությունը, արդյոք կարող են այս նախաձեռնությունները ձևավորել վստահություն, թե կարող են դառնալ մանիպուլյացիայի գործիք։ Բարև ձեզ, եթերում հեռանկար բանավեճն է ամենաակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ։ Այս շաբաթ կառավարությունը հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Սա հակամարտության 44-օրյա պատերազմի հայ-ադրբեջանական օրակարգի վերաբերյալ նոր քննարկումների առիթ դարձավ։ Մինչ այդ մեդիայում եւ հասարակական դաշտում հակասական գնահատականների տեղիք էր տվել մեկ այլ իրադարձություն՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության 5 ներկայացուցիչների այցը Բաքու։ Արդյոք այս շփումները հայ-ադրբեջանական հաշտեցման իրական հնարավորություն են ստեղծում։ Այս եւ այլ հարցեր այսօր կքննարկենք Բաքվում եւ Երևանում այդ քննարկումներին մասնակցած քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի եւ քաղաքական գործիչ Հայկ Խանոմյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Հայկ, մեր հրավերը ընդունելու համար, բայց մինչ քննարկումը դիտենք մի տեսանյութ։ 1992 թվականին, երբ հայ-ադրբեջանական պատերազմը ընթացքի մեջ էր, այդ ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանը իր նախաձեռնությամբ մեկնեց Բաքու։ Մինչ այդ նա ուղերձ էր հղել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ու քաղաքական կազմակերպություններին։ Բաքվում Բլեյանի նպատակն էր որոնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ծայրահեղ լարված ու պատերազմական իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները, հասկանալ հակամարտության խաղաղակարգավորման հեռանկարները եւ սկսել երկխոսություն։ 4 օրվա ընթացքում հանդիպեցի Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Թամերլան Կարաևին, Գերագույն խորհրդի փոխնախագահ Ջալիլովին, Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական Ռասիմ Մուսաբեկովին, Միլի Մեջլիսի մեծ թվով պատգամավորների, հանձնաժողովների նախագահների, Ադրբեջանի պաշտպանության արտաքին գործերի բարձրագույն կրթության նախարարներին։ Եղան նաև ուրիշ հանդիպումներ։ Բաքվի թիվ 46 միջնակարգ դպրոցում հանդիպեցի ուսուցչական կոլեկտիվին, իդեպ այնտեղ հայ ուսուցչուհի էր աշխատում։ Ռազմական գործողությունների ակտիվ փուլում Բլեյանի այցը Բաքու ունեցավ հակասական արձագանքներ թե Հայաստանում, թե Ադրբեջանում, իսկ քաղաքական մակարդակում այն չառաջացրեց փոխհարաբերությունների զգալի տեղաշարժ, եւ պատերազմը շարունակվեց մինչև 1994 թվականի հրադադարը։ Այդուհանդերձ Բլեյանը հետագայում եւս շարունակեց հանդես գալ խաղաղարար եւ երկխոսության կողմնակից դիրքերից։ Այդ տարիներին ցանկացած շփում, հատկապես Բաքու մեկնելը հանրային հուզումների եւ պատերազմի վերաբերյալ խորացող անվստահության պայմաններում ցավոտ արձագանք էր ստանում։ Բլեյանը առաջիններից էր, բայց ոչ առաջինը Ղարաբաղյան շարժման մեկնարկից ի վեր։ 1988 թվականին, երբ ՓԽՍՀ ժողովրդական արտիստ անվանի դերասանուհի Վիոլետա Գևորգյանը մասնակցեց Ադրբեջանի կինոփառատոնին, արժանացավ արվեստագետ գործընկերների խիստ քննադատությանը։ Նա պարզաբանել էր, որ Բաքու էր մեկնել Սումգայիթի սպանությունների ու ջարդերի մասին այլ ազգերի ներկայացուցիչներին պատմելու նպատակով, սակայն Հայաստանում շատերը նրա քայլը ընկալեցին որպես դավաճանություն։ Ինքն էր պատմել, որ իր Բաքու այցից հետո թատրոնում նրա հանդեպ վերաբերմունքը կտրուկ վատացավ։ Դերասանուհին հեռացավ բեմից, մեկնեց Միացյալ Նահանգներ եւ մեկուսացավ, իսկ Բաքու այցի մասին մի առիթով հետեւյալներ ասել։ Ես ուղղակի մտածում էի, թե ինչ կարելի է անել ազգի վիճակը փրկելու ու խաղաղություն հաստատելու համար, որպեսզի չլինի պատերազմ։ Վերջապես մայր եմ եւ մայրական ասպեկտով եմ նայում այդ ամենին։ Դերասանուհին ծանր հիվանդությունից հետո մահացավ 79 տարեկանում
հայրենիքից հեռու։ Հաղորդակցման կամուրջներ ստեղծելու նպատակով 1994-ից հետո երկու կողմի լրատվամիջոցները աստիճանաբար սկսեցին փոխայցելություններ կազմակերպել։ Հայ լրագրողներն այցելում էին Բաքու ներկայացնելու տեղի իրավիճակը, իսկ ադրբեջանցի գործընկերները գալիս էին Երևան, անդրադառնալով տարածաշրջանային ու ներքին հարցերին։ Սահմանափակ եւ զգուշավոր այս շփումները հնարավոր դարձրին ինֆորմացիայի փակ շրջանը մի փոքր բացել ու նվազեցնել միմյանց մասին ստերեոտիպային պատկերացումները, փորձելով նվազեցնել լարվածությունը։ Սկզբում այդ այցելություններն առավել հեշտ էին եւ դրանց մասնակցում էին լրագրողներ, մշակութային գործիչներ, գիտնականներ։ 2007 թվականին բանակցությունների զուգահեռ պաշտոնական առաջին համատեղ շրջագայությունը կազմակերպվեց Երևան, Բաքու եւ Ստեփանակերտ։ Մշակութային գործիչների խումբը Ռուսաստանում երկու երկրների դեսպանների ղեկավարությամբ հանդիպումներ ունեցավ նաև բարձրագույն ղեկավարության հետ։ Այդպիսի այց կազմակերպվեց նաև 2009-ին դարձյալ դեսպանների գլխավորությամբ հայ-ադրբեջանական պատվիրակությունը եղավ Երևանում, Բաքվում ու Ստեփանակերտում, դարձյալ հանդիպում ունենալով բարձրագույն ղեկավարության հետ։ Չնայած ընթացող բանակցություններին, այդուհետ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մակարդակով շփումները գրեթե ընդհատվեցին։ Ադրբեջանում հետապնդումներ սկսվեցին շատ գործիչների նկատմամբ, որոնք կապ էին ունեցել Հայաստանի հետ։ Տևական դադարից հետո լրագրողների ու փորձագետների փոխադարձ այց տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից 1 տարի առաջ, 2019-ին։ Հայաստան ու Ադրբեջան այցելեցին երեքական ներկայացուցիչներ։ 2020 թվականի պատերազմից հետո առավել զգայուն դարձան շատ հարցեր։ Այդուհանդերձ սկսվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումները, բայց երրորդ երկրներում։ Բաքվի եւ Երևանի մամուլի ակումբների նախաձեռնությամբ սկսեցին կազմակերպվել նաեւ տեսակամուրջներ, ձայն տալով հայ եւ ադրբեջանցի փորձագետներին։ Նոր իրավիճակ ստեղծվեց օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի ընդունումից հետո։ Դրանից հետո Հայաստան այցելեցին ադրբեջանցի 5 փորձագետներ։ Համատեղ քննարկումից բացի նրանց ընդունեց նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այցը միանշանակ չընդունվեց, դժգոհություն առաջացրեց ոչ այնքան հանդիպման կայացումը, որքան ադրբեջանական պատվիրակությունների կազմը։ Այդ կազմում տեղ էր գտել մի ներկայացուցիչ, որը մինչ այս հայտնի էր դարձել 2022-ի դեկտեմբերին դեպի Ստեփանակերտ ճանապարհը փակած, այսպես ասած, էկոակտիվիստների ակցիային մասնակցությամբ։ Հայաստանի քաղաքասարակության 5 ներկայացուցիչները փոխադարձ այցով մեկնեցին Բաքու։ Ինչ հարցեր էին քննարկվել։ Այցից հետո մասնակիցներն իրենք բացեցին փակագծերը։ Բաքվում մենք եւս հնարավորություն ունեցանք հենց ադրբեջանական մեդիայի հետ շփվելու եւ կրկին ընդգծելու հայկական կողմի մոտեցումները, հայկական կողմին հուզող հարցերը, այդ թվում նաեւ հումանիտար բնույթի հարցեր, օրինակ ռազմագերիների խնդիրը։ Հետաբար նման շփումները բավական կարեւոր են, որովհետեւ ընդհանուր առմամբ երկու կողմն էլ քաղաքական ղեկավարությունները հայտարարում են, որ խաղաղությունը արդեն հաստատված է եւ պետք է ինստիտուցիոնալացնել, սակայն խաղաղությունը չի կառուցվում միայն վերևից, խաղաղությունը նաև այսպես ներքևից պետք է կառուցվի։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների հայ գերիներին տեսակցելու ցանկությունը Բաքուն մերժել էր։ Վերջիններս եւս հնարավորություն ունեցել էին հանդիպելու բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Այս դեպքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ Փորձում ենք օրինակ հասկանալ, որ եթե այսքան առաջ ենք գնացել գործընթացում, եթե արդեն ես ձեր արչև նստած, բարձրացնում եմ իմ խնդիրները, օրինակ ինչպես է այդ համատեքստում տեղավորվում գերիների առկայությունը Ադրբեջանում։ Եվ որն էր պատասխանը։ Պատասխանը այն էր, որ ժամանակ է պետք, որպեսզի վերքերը ապաքինվեն, որ երկու հասարակություններն էլ ունեն հիշողություններ վատ իմաստով եւ պիտի կարողանանք փոխադարձ վստահության այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ այդպիսի հարցերը կկարողանանք ավելի արագ լուծել։ Փորձագետների կարծիքով այս այցը ոչ միայն ազդանշան է ապագա շփումների համար, այլ նաև ցույց է տալիս, որ հարևան երկրների միջև երկխոսությունը հնարավոր է որոշակի պայմաններում։ Իդեպ առաջին անգամ էր, որ ավելի քան 30 տարվա դադարից հետո ուղիղ չվերթներ իրականացվեցին Երևան ու Բաքու։ Այդուհանդերձ այս այցը միանշանակ չընդունվեց եւ բազմաթիվ քննարկումներ տեղի ունեցան։ Հարցը հետեւյալն է. արդարացված էր այս հանդիպումը, ընդհանրապես այս շփումները։ Պարոն Նավասարդյան, ձեզնից սկսենք։ Ես համոզված եմ, որ արդարացված էր, գոնե այս փուլում արդյունքները, որոնք մենք կարող ենք ներկայացնել, դրա մասին վկայում են։ Ես կասեմ, որ մենք անցել ենք այդ առումով 3 փուլ։ Առաջի փուլը դա խորհրդանշականն էր,
Իսկն այն հանգամանքը, որ ադրբեջանական ինքնաթիռը կարող էր վայրեջ կատարել Երևանի օդանավակայանում եւ հայկական ինքնաթիռը կարող էր վայրեջ կատարել Բաքվի օդանավակայանում, դա ինչ որտեղ ազդակ էր, որ խաղաղության գործընթացը առաջ է գնում։ Երկրորդ նվաճումը կամ արդյունքը, որ դրական էր, որ մենք կարողացանք գտնել խոսակցության այնպիսի որակ, որը ապացուցում էր, որ մենք փոխադարձաբար իրար հասկանում ենք։ Հասկանում ենք, կարողանում ենք զատել իրատեսական խնդիրները, ոչ իրատեսական խնդիրներից, թեև խոսում ենք բոլոր խնդիրներից, ամբողջ սպեկտրը հայ-ադրբեջանական հարաբերությունների մեր Երևանյան հանդիպման ժամանակ ներառված էր օրակարգում։ Եվ երրորդ նվաճումը արդեն կապված Բաքու այցելության հետ, դա նա էր, որ մենք համոզվեցինք, որ 100%-ով համարժեքորեն այն ինչի մասին մենք խոսում էինք, փոխանցված է որոշում կայացնողներին։ Եվ ճիշտ ասած իմ մասնակցությունը այդ գործընթացում հենց դրանով էր պայմանավորված, ինձ համար կարևոր էր ստեղծել մի կամուրջ հաղորդակցական, որի միջոցով փորձագիտական հանրությունը կարող է հաղորդակցվել նաև կառավարությունների հետ, եւ այդ իմ շահագրգռվածությունը գալիս էր դեռ 2019 թվականից, երբ մենք մի հետազոտություն ենք իրականացրել մեր գործընկերների հետ Բաքվի մամուլի ակումբի, Ադրբեջանում եւ Հայաստանում, փորձելով հասկանալ ինչ հեռանկար կա քաղաքացիական դիվանագիտության համար, եւ ես կասեի, որ դրա արդյունքներից մեկը այն էր, որ նոր իրավիճակում, որը ձևավորված էր դեռ մինչեւ 44 օրյա պատերազմը, քաղաքացիական դիվանագիտությունը առանց որոշակի ներգրավվածության կառավարությունների հնարավոր չէ։ Այսինքն այդ առումով բավականին տարբեր էր իրավիճակը, ասենք 1990-ականների հետ, երբ մենք կարող էինք եւ առանց կառավարությունների հետ շփվելու արդյունավետ աշխատել իրար։ Այս թեման դեռ կքննարկենք, պարոն Ղանոմյան, արդյոք այս տեսանկյունից եք դիտարկում այս հանդիպումները։ Նախ եւ առաջ փորձենք հասկանալ որն է հանդիպումների նպատակը, ինչ օրակարգ է քննարկվել, ինչ արդյունքներ է տվել, արդյոք այդ փոխվստահությունը, որ ասում են, իրոք գոնե փոքր մասշտաբով գոյություն ուներ, թե չէ։ Ես կբերեմ հիմա կարդամ այդ հանդիպման ադրբեջանցի մասնակիցներից մեկի տված հարցազրույցի հատված Քամալյա Մամեդովայի լրատվականներից մեկի խմբագիրը եւ տեսեք ինչ է ասում իր հարցազրույցներից մեկում։ Աշխարհը փոխվել է, ավանդական դիվանագիտության դարաշրջանը զիջել է տեղեկատվական ռազմաճակատների եւ թվային ազդեցության դարաշրջանին։ Այսօր հաղթողը ոչ միայն նա է, որ հաղթում է մարտադաշտում, այլ նա, ով կարողանում է նարատիվ ստեղծել, ձևավորել կոնտեքստը եւ իրադարձությունների սեփական մեկնաբանությունները մտցնել միջազգային օրակարգ։ Ես կարծում եմ, որ ադրբեջանցիները հիմնականում այս նպատակով են կազմակերպում կամ մասնակցում այսպիսի հանդիպումների եւ օգտագործում են Հայաստանի իշխանություններին, հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչներին որպես դեկորացիա իրենց գործընթացը առաջ մղելու համար։ Եվ որևէ տարական փոխվստահության խնդիրներ չկա, էլի, օրինակ օրակարգում եղած փոքրիկ հումանիտար հարցեր, ընդհանրենք տեսակցություն գերիների հետ։ Նույնիսկ այս հարցը չեն կարողացել լուծել։ Էլ ինչ փոխվստահության մասին է խոսքը։ Արդյոք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է այդ խնդիրը լուծեին։ Ի վերջո դա պետությունների ղեկավարների Ես չեմ ասում գերիներին գնային բերեին հումանիտար, բայց գոնե փոքր տեսակցություն թույլ տան։ Եթե հիշում եք, Արցախում կային երկու դիվերսանտ, որոնք երեխայան չափասի սպանության համար Շուշի բանտում նստած են։ Ամեն օր Կարմիր խաչի ներկայացուցիչները նրանց այցելություն են անում։ Ես որպես падգամավոր, երբ որ գնում եմ Շուշի բանտերը, այդ մարդիկ որևէ խնդիր չունեն իրենց տեսակցություն եկողների կամ չեկողների հետ։ Նույնիսկ թարմ կիտրոնի հյութ են անընդհատ ուզում եւ անընդհատ ստանում են։ Հասկանում եք, այդ տիպի տարական պայմանները կամ ոչ տարական պայմանները ապահովված են։ Եվ նույնիսկ տեսակցությունը, եթե մերժում են, էլ նպատակը որն է այս տիպի այցից, եւ տարական վստահություն չկա, եւ տարական փոխվստահության մթնոլորտ գոյություն չունի, եւ ի վերջո այս ամեն ինչը ադրբեջանցիները օգտագործում են քարոզչության համար։ Ես մի օրինակ էլ բերեմ,
21-22 թվականին ես նախարարի ու Ֆրանսիա գնում էի մի քանի անգամ աշխատանքային այցով, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը բողոքում էր, որ 44 օրից հետո եւ ժամանակ եւ դրանից հետո ոչ մի լուրջ լրատվամիջոց ֆրանսիական ադրբեջանական տեսակետը չմեկնաբանեց։ Այնինչ հայկական տեսակետը, արցախյան տեսակետը հարյուրավոր հրապարակումներ եղան այդ մասին, ընդ որում իրենք հսկայական գումարներ են ծախսել, մերոնք անում են առանց գումարի։ Նույնիսկ լուրջ պարբերականների համար Ադրբեջանի իշխանությունները, նույն Հիկմետ Հաջիևի պես մարդիկ ավելի լուրջ փորձագետներ իրենց վերլուծական կենտրոնի եւ այլն անցանկանի հյուր էին, որովհետեւ ասոցացվում են ավտորիտար ռեժիմի հետ։ Հիմա հայկական կողմը այս մարդկանց վերահանում, հանում է նաեւ միջազգային ասպարեզ տեղեկատվական դաշտերում տարբեր երկրների լուրջ հանրույթների մոտ, որովհետև այդ մարդիկ տեսնում են, որ թե դուք իրար հետ խոսում եք, մենք ինչ չպետք է իրենց տեսակետները լուսաբանենք, եթե դուք բերում եք իրենց տեսակետները ձեր երկրում հրապարակայնացնում եք, մենք ինչի այդ դրանից մեզ պիտի զերծ պահենք։ Այլ կերպ ասած, պետք չէր գնալ այդ հանդիպան։ Տեսնենք, արդյոք այդ կարծիքին է պարոն Նավասարդյան։ Նախ ես պիտի ասեմ, որ գոյություն ունի բացի ադրբեջանական օրակարգից, բացի հայկական օրակարգից, կա հայ-ադրբեջանական օրակարգ, որը նաև ստացել է իր ձևակերպումը եւ հաստատումը օգոստոսի 8-ի փաստաթղթերում Վաշինգտոնյան հանդիպանի ընթացքում։ Եվ հենց այդ օրակարգի շուրջ էր ի վերջո այս հանդիպումների շարքը, եւ դրանք հիմնականում 3 ուղղություններն են, որոնք արդեն իսկ հաստատված են եւ ընդունված են Երևանի եւ Բաքվի կողմից, որպես երկու երկրների շահերից բխող։ Դա խաղաղության համաձայնագիրն է, դա սահմանների որոշումն է, սահմանազատումը եւ դա հաղորդակցությունների ապաշրջապակումն է։ Այս օրակարգի շուրջ կա համաձայնություն երկու երկրների միջև։ Եվ այն փորձագիտական հանրության ներկայացուցիչները, այդ թվում ես եւ իմ գործընկերները այդ հնգյակում կիսում ենք այդ օրակարգը, համարում ենք, որ դա հնարավորինս արագ եւ արդյունավետ պետք է առաջ տանել։ Բայց մենք նաեւ կարծում ենք, որ կան այլ օրակարգային հարցեր, այդ թվում նաեւ մարդասիրական, այդ թվում նաեւ մեդիա ոլորտում լարվածությունը իջեցնելու, դա փորձագետների կողմից ներդրումն է տարբեր սեկտորալ հարցերում, որոնք կարող են լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում, եւ մենք փորձում ենք դրա այդ հանդիպումների միջոցով երկու կողմերի պաշտոնական օրակարգը ընդհարցակել եւ դարձնել ավելի հեռանկարային խաղաղության տեսակետից։ Հիմա մոտավորապես 1 ամիս կամ ուղիղ 1 ամիս անցավ Երևանի եւ Բաքվի հանդիպումների միջև։ Մենք ուզում ենք, որ հսկայական հարցեր լուծվեն, այդ թվում նաեւ ես կարծում եմ բավականին բարդ հարց է եւ ոչ միանշանակ հարց է տեսակցություն կազմակերպելը գերիների եւ պահվող անձանց հետ։ Դա լուրջ քաղաքական որոշումների վրա պետք է հենվի եւ առանց այդ քաղաքական որոշումների դա դժվար էր իրականացնել եւ հիմա ասում են այդ մի փոքր հարցներ չկարողացաք լուծել, հա։ Մենք լուծում ենք, կրկնում եմ այն հարցերը, որոնք այս փուլում իրատեսական են, դա չի նշանակում, որ մյուս հարցերը հաջորդ փուլերում չեն կարող լուծվել եւ ես նշեցի 3 գործընթաց, որոնք առաջադիմության մասին են խոսում այս մեր նախաձեռնության շրջանակներում եւ 4-րդը, որը ի վերջո կլինի ազդակը արդյոք արժեր այդ ամեն ինչը սկսել թե ոչ։ Դա պրակտիկ գործողություններ են։ Եթե լինեն պրակտիկ գործողություններ, որոնք ազդում են անմիջապես գործընթացի վրա, տարբեր ուղղություններով, մենք կհամարենք, որ մենք մեր արդյունքներին հասել ենք։ Առայժմ շատ վաղ է դրա մասին խոսել, բայց ընթացքը ըստ իս բավականին խոստումնալից է։ Համոզիչ էր այս փաստարկը։ Ես այդ հայ-ադրբեջանական օրակարգի վերաբերյալ որոշակի վերապահումներ ունեմ։ Էլի ես կրկնում եմ վաղուց արտահայտված միտքը, որ այս գործընթացում Հայաստանը օրակարգ չունի, ուղղակի շարժումը Ադրբեջանի օրակարգում։ Եվ զարմանալիորեն ինձ համար այդ միտքը վերջերս կրկնեց նաև
խաղաղությանը երևի ամենաշատը հավատացած հայաստանյան դիվանագետներից մեկը, ով երկար տարիներ 90-ականներին աշխատել էր այդ ուղղությամբ, Ժիրայր Լիպարիտյանը, եւ այսօր է կարծես խորհրդատվություն է տալիս այդ թեմաների շուրջ Հայաստանի կառավարությանը, եւ ես էլի ներողություն եմ խնդրելու բառացի ցիտելու համար։ Եվ տեսեք ինչ է ասում, Ադրբեջանը բանակցում է Վաշինգտոնի հետ, Եվրոպայի հետ, մեզ հետ չի բանակցում։ Նա ասում է, որ եթե դուք չեք ուզում պատերազմ, դուք իմ իշխանության նկատմամբ ժխտական բաներ մի ասեք։ Ինձ ընդունեք որպես միջազգային դերակատար, ինձ տվեք տեխնոլոգիա եւ ներդրումներ նավթագազային ոլորտի համար եւ այլն։ Այսինքն նույնիսկ այս խաղաղության ամենաշատը հավատացող մարդը, որ լայն կապեր ունի Բաքվում, Անկարայում եւ դիվանագիտական շրջանակներում, հստակ հասկանում է, որ այս գործընթացը Հայաստանի հետ այս կոնյունկտուրան խաղաղության շուրջ զրույցը ամենահարմար կոնյունկտուրան է, որպես իր հարաբերությունները կարգավորի արևմուտքի հետ, հատկապես Վաշինգտոնի հետ, հատկապես Եվրամիության հետ, եւ մենք տեսնում ենք, որ ինչ հմտությամբ, ինչ մեծ հմտությամբ 23 թվականի աշնանը հայաթափումից հետո Արցախի անմիջական եւ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները կոնգրեսում, սենատում տարբեր դերակատարներ, Եվրամիության պաշտոնյաներ խոսում են Ադրբեջանի նկատմամբ որոշակի պաշտոնյաների նկատմամբ սանկցիաներից եւ որոշակի սանկցիաների մասին խոսեցին, բայց շատ արագ չեղարկեցին։ Եվ ես հիշում եմ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի, կարծեմ Սահմանադրական դատարանի նախագահի այց ԱՄՆ, որ միջև այդ իբրև սանկցիաների տակ էր եւ կարողացավ օգտագործել Հայաստանի իշխանությունների, այսպես ասած, բարեհաճ վերաբերմունքը ադրբեջանական օրակարգերի նկատմամբ եւ օգտագործել խուսափելու համար սանկցիաներից։ Հիմա էլ փորձում է օգտագործել ավելի լայն հայության տեսակետները, փորձելով ներգրավել դրա մեջ ոչ միայն իշխանություններին, այլ նաև հասարակության տարբեր ներկայացուցիչներին։ Ավելին ես վստահ եմ, որ այդ օրակարգը եւ ցույց է տալիս ընթացող զուգահեռ գործընթացները, խաղաղության եւ այլն, ենթակառուցվածքների ապաշրջափակում եւ այլն, դա կատարվում է միայն Ադրբեջանի համար, որովհետեւ նույն Թուրքիան ու Ադրբեջանը զուգահեռ կառուցում են ենթակառուցվածքներ, որը ցույց է տալի, որ Հայաստանը մնալու է շրջափակման մեջ։ Օրինակ, Կարս-Իգդիր Նախիջևան երկաթուղին, այսինքն ոչ թե այդ երկաթուղին Նեղրիով պիտի գար, մտներ Երազք, Գյումրիով մտներ Կարս եւ այլն, որ ավելի մեծ ներգրավվածություն կապահովեր Հայաստանի համար, կամ ոչ թե կառուցումը, չգիտեմ, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Աղստաֆա երկաթուղին, այլ ընդամենը այն հատվածը, որը կոնկրետ պետք է Ադրբեջանին Նախիջևանի միջոցով Թուրքիա դուրս գալու համար։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ այս խաղաղություն կոչվածը իրականում հայկական օրակարգ ընդամենը վախերն են, պատերազմից վախը, որպեսզի վախը զսպի հասարակության մեջ, իշխանությունը քաղաքական դիվիդենդ ստանա։ Իսկ մնացած դիվիդենդները գնալու են Ադրբեջանին ու Թուրքիային անկասկած։ Պարոն Խանոմյան, պարոն Նավասարդյան, եթե հիշում եք, երկար տարիներ հետևյալն էր ասվում, ավելի լավ է վատ բանակցություն, քան պատերազմ։ Արդյոք այս ամենը այդ դիտանկյունից չպետք է նայել։ Ավելի լավ է հաղորդակցություն գուցե ինչ-որ միտեղ գալ եւ հաջողության հասնել, քան ընդհանրապես չանել։ Ես հաղորդակցության բանակցություններին, հանդիպումներին դեմ չեմ։ Հենց ինչ օրակարգով է գնում։ 2000-ականից սկզբից սկսած ես ադրբեջանցիների հետ հանդիպում եմ, դրսում սովորույս ադրբեջանցի կուրսեցիներ եմ ունեցել, Ադրբեջանի քաղաքասարակության բազմաթիվ ներկայացուցիչների հետ ժամերով շփվել ենք, դրանց մեծ մասը այսօր քաղաքական փախստական են արտասահմանում, Ադրբեջանում չեն, Երևան էլ էին գալիս, Թբիլիսիում էլ էինք հանդիպում, պատերազմի ժամանակ դիակներ ենք փոխանակել ադրբեջանցիների հետ, տարբեր իրավիճակներում պիտի շփվես բնականաբար եւ տարբեր հարցեր պիտի դնես։ Ես ուզում եմ ասեմ, որն է այդ օրակարգը, ինչ խնդիրներ ենք մեր առջև դնում։ Եվ ես ասում եմ եւ տեսնում եմ ադրբեջանցի մասնակիցների ասածը, ես տեսնում եմ նաեւ Հիկմետ Հաջիևի հետ շփվող միջազգային փորձագետների հետ տարբեր զրույցներ փաստում են կամ իմ փաստարկներն են գոնե ինձ համար ուժեղացնում, որ այդ մարդկանց նպատակը ուժեղ է։ Նույն Հիկմետը տարբեր միջազգային փորձագետների ասել էր, որ մենք չենք կարծում, որ այսքան հեշտ կմարսենք հայաթափումը, հա, Լեռնային Ղարաբաղի, եւ մարդիկ տեսել են, որ հեշտ մարսում են եւ անցել են հաջորդ քայլերին։ Մենք դեռ այդ թեման կքննարկենք, արդյոք համոզիչ է այս տեսակետը։ Ես մոռացա արձագանքի մեկ այլ պնդման, որ միջազգային
ասպարեզում Ադրբեջանը որոշակի հաջողությունների է հասնում եւ իր օրակարգն է փաստորեն թելադրում, բայց դրա միտումները մենք տեսնում ենք նաեւ մինչեւ 44 օրյա պատերազմը։ Մենք տեսնում ենք, որ նավթային գազային պաշարները Ադրբեջանի հետաքրում են եւ Եվրամիությանը եւ այլ կարեւոր միջազգային խաղացողներին, որ Ադրբեջանը ավելի հետաքրքիր գործընկեր է դառնում շատերի համար, այդ թվում նաև ԱՄՆ-ի համար, քան Հայաստանը։ Եվ դա գալիս է նրանից, թե ինչպիսի քաղաքականություն էր իրականացվում Հայաստանում վերջի տարիների ընթացքում, Հայաստանը ինքը իր դրեց այդ բարդ իրավիճակում, չգնալով այն լուծումներին, որոնք կարծում եմ բավականին իրատեսական կլինեին, եթե լիներ հմուտ դիվանագիտական աշխատանք։ Եվ հիմա էլ այն առավելությունները, որ ստացել է Ադրբեջանը, գալիս է նրանից, որ Ադրբեջանը ունի ուժային առավելություն, որ Ադրբեջանը ունի ավելի պրոֆեսիոնալ դիվանագետներ եւ դիվանագետների աշխատանքը ավելի արդյունավետ է, ունի ավելի շահեկան աշխարհագրական դիրք, այսինքն այդ բոլոր առավելությունները Ադրբեջանը շատ լավ օգտագործում է այն դեպքում, որ Հայաստանը գոնե մինչև 2023 թվականի վերջը կատարում էր բազմաթիվ սխալներ, այդ թվում նաև ներկա իշխանությունը եւ իրեն դրեց այնպիսի իրավիճակի մեջ, որ կարող է գործել բավականին նեղ հնարավորությունների միջանցքում, որտեղ Ադրբեջանը անում է այն, ինչ բխում է իր շահերից, Հայաստանը ստիպված է, ես ընդունում եմ դա, հարմարվել։ Եվ պարոն Խանոմյանը հիշատակեց այն, ինչ ես արդեն մի քանի ամիս ասում եմ, որ եթե Նախճիվանով երկաթուղին չմտնի Հայաստան, ապա դա նշանակում է, որ ապաշրջապակման գաղափարը ընդհանրապես խախտվում է եւ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Ադրբեջանից Մեղրիով, Նախճիվանով երկաթուղին սկսի գործել դեպի Հայաստանի տարածք, դեպի Գյումրի, Գյումրիից Կարս, եւ եթե այդ երկաթուղին չգործի ավելի արագ, քան կավարտի իր երկաթուղու շինարարությունը Թուրքիան, մենք կկորցնենք հերթական մրցակցային հնարավորություններ։ Այսինքն շատ հարցեր, որ պետք է լուծվեին մեր ներքին հնարավորությունների եւ առավելությունների միջոցով։ Այո, բոլոր այն հաղորդակցությունները, որոնք Հայաստանի տարածքով կարող էին անցնել, մենք պետք է գործ անենք, եթե գործ չենք արել, հասել ենք այն վիճակին, որ մեր մոտ ոչ մի բան չկա, իսկ Ադրբեջանը անգամ չունենալով թրիփը համարյա հասցրել էր մինչև մեր սահմանը իր երկաթուղին հարավով, Արաքսի հովտով, դա նշանակում է, որ ինքը օգտագործել է հնարավորությունը, Հայաստանը չի օգտագործել եւ հայտնվել է այն իրավիճակում, երբ այլ լուծումներ, քան համաձայնել այսօրվա օրակարգի հետ չկար եւ գոնե այս փուլում մենք պետք է անենք ամեն ինչ եւ մենք այդ հարցը իմիջիալուց դնում ենք եւ դեռ կդնենք փորձագիտական մակարդակով, որ խաղաղության եւ հաղորդակցությունների ապաշրջապակման օրակարգը չի կարող ամբողջական լինել, եթե չաշխատեն ոչ միայն TRIP-ը, այլ նաեւ Հայաստանը աշխարհի հետ միացնող այլ ուղղություններ եւ այլ ճանապարհներ։ Այնպես որ շատ հարցեր դեռ մենք կարող ենք լուծել եւ մենք մեր համեստ ներդրումը դրանում փորձում ենք ունենալ։ Շնորհակալություն, լսենք նաեւ քաղաքացիների կարծիքը եւ շարունակենք։ Այո, պետք է շփվել իրար հետ եւ իրար կարծիք փոխանակել։ Չէ, ես չեմ ընդունում։ Հաստատ չեմ ընդունում։ Դե կարծում եմ պիտի հարթվի ամեն բան։ Ճիշտ է, մեզ համար շատ ցավալի է եղել, բայց եթե այսպես շարունակենք պատերազմ, ուր պիտի հասնենք։ Դե այդ որ տեղի է ունեցել, դա ինչ որ քայլ է, բայց չեմ կարծում, որ մեր հասարակությունը դրական է վերաբերվել։ Ես առհասարակ կողմ եմ շփումներին, բայց այս հարցում մի քիչ վերապահումներ ունեմ։ Շատ եմ կարդացել, լավ եմ ճանաչում։ Նրանք հանգստացող չեն։ Բայց նաև պետք են շփումներ։ Ընդհանրապես, որ երկխոսություն պետք է, դա փաստ է, բայց ում հետ։ Երբ որ մարդիկ երեխեքին դաստիարակում են, որ ստեղ
իրանց թշնամիներն են, ոնց սպանեն, ինչ անեն, ինչի մասին է խոսքը։ Ցանկալի է, որ հարաբերությունները ճշտվի, եթե իհարկե Ադրբեջանը իր խոստումը կպահպանի։ Ադրբեջանը եւ Բաքուն միշտ եղել են մեր թշնամի մնացել են։ Դրանց հետ մենակ պետք է խոսես ուժով։ Ինչքան կարելի է թշնամության մեջ ապրել։ Երևի մեսի խաղաղությունն է ճիշտ։ Խոսելը դեռ քիչ է։ Այդ գնալ գալը խաղաղության համար է։ Ես գտնում եմ, որ Ադրբեջանի հետ ընդհանրապես երկխոսության կարիք ոչ մի բան չկա։ Չի կարող լինի։ Թշնամուն երբեք պետք չի թերագնահատել, ոչ էլ պետք է անել դնել գլխից, որ ինչ որ բան լինի։ Մեկը հարևան ես, ինչ որ մի ձև, ինչ որ մի բան պետք է արվի, բայց ես բային չեմ կարծում, որ դա մեզ տենց չէ, շուտ էր։ Մենք միշտ պետք է զգույշ լինենք։ Ու շփումներն էլ այնպես լինեն, որ մենք զիջողի դիրքից չանենք այդ շփումները։ Այ խոսեցինք տարբեր հարցեր քննարկելու մասին, երբ որ դեռ պատերազմի հետքը կա եւ Արցախի հետ կապված այդ ապրումները, զգացողությունները կան, արդյոք այս պարագայում հեշտ է գնալ քննարկումների եւ դա չունենալ օրակարգում, արդյոք կար այդ օրակարգում։ Իհարկե հեշտ չէ, անգամ եթե դու քեզ ազատ ես զգում տարբեր էմոցիոնալ ազդեցություններից, դու շատ լավ հասկանում ես, որ քո քայլը ստանալու է համապատասխան արձագանք հասարակությունում եւ այո, շատ քիչ մարդիկ կան, որոնք պատրաստ են նման քայլի գնալ։ Դե տարօրինակ կլիներ, եթե մեր հնգյակի նման մարդիկ այդ համարձակությունը եւ վճռականությունը չունենային։ Մանավանդ որ մենք տեսնում ենք, որ քաղաքասարակության ներկայացուցիչները եւ Արցախում եւ Հայաստանում շատ հարցերում իրենց դերը չեն կատարել նախորդ տարիների ընթացքում։ Եվ գոնե հիմա պետք է, ինչպես ես ասում եմ, լինել համարձակ, վճռական եւ գնալ նրան, ինչ սպասարկում է խաղաղության օրակարգը։ Ես հիշեմ այդ նույն Լաչինի շրջափակման օրերը, երբ խոսակցություններ էին գնում, որ ինչ որ ձևով ադրբեջանցիները այնտեղ հայտնվել էին, հա, եւ իրենց չէին կարողացել հանգարել ռուս խաղապահները։ Ինչու նույնը չէին անում, ասենք, Արցախի քաղաքասարակության ներկայացուցիչները, հասարակական գործիչները։ Պատճառը բերում են, որ մեզ ավտոբուսներ չեն տրամադրել։ Ինչու այդ նույնը չէին անում Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները, այդ թվում նաև բնապահպանները։ Գնային այնտեղ եւ տեսնեին, այդ ինչ բնապահպաններ են Ադրբեջանից այնտեղ կանգնած, արդյոք նրանք համատեղ գործունեությունից իրենց ճանաչում են, թե չէ։ Ասում են, դե մեկ էրոսները մեզ չեն թողնելու։ Այսինքն, եթե դու այդպես ես վարվում եւ միշտ պատճառաբանումներ ես գտնում, ինչու չես կատարում անհրաժեշտ քայլերը, որպեսզի միգուցե ոչ թե 100%-ով, բայց ինչ որ շանս ստանաս լուծել այն հարցը, որը քեզ այսօր մտահոգում է, ուրեմն դու միշտ պարտվողի դերում ես հայտնվելու։ Եվ եթե այս հնարավորությունը, որը ընձեռնվել է եւ որին աջակցում են կառավարությունները եւ Բաքվի եւ Երևանի, մենք չփորձենք օգտագործել մեր շահերի եւ նպատակների համար, մենք հերթական պարտությունը կկրենք։ Այսինքն չմասնակցողը միշտ պարտվում է, եւ եթե կա հարթակ, որտեղ դու պետք է մասնակցես եւ մասնակցես հնարավորինս արդյունավետ, պետք է դա անես։ Եվ մեր բոլոր նախորդ տարիների սխալները կամ դրանց արդյունքները մենք այսօր ճաշակում ենք եւ պետք է ինչ որ պահի հասկանաս, որ կրկնությունը կամ շարունակությունը այդ սխալների միայն դեպի իրավիճակի վատթարացում է տանում։ Պարոն Խանոմյան, ինչու չէին անում այդպիսի ակցիաներ։ Նախ հետեկո ակտիվիստները չեն եկել ճանապարհ փակել, փակել էր Ադրբեջան պետությունը եւ այնտեղ բազմաթիվ մարդիկ կան, որոնք իդենտիֆիկացվել են, որոնք զինծառայողներ են եւ այլն եւ կարծում եմ այդ մարդկանց ցանկը անունները պիտի պահենք ապագայի համար, որպեսզի իրենց պատիժը կրեն ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար։ Ինչի Արցախի քաղաքահասարակությունը, ես հիշում եմ, կանայք տարբեր խմբեր կազմակերպվեցին, մի քանի անգամ դեպի Շուշի երթ կատարեցին եւ այլն, եւ իրենց արժեվ այդ նույն ռուս խաղապահները փակեցին։ Հետո ես հիշում եմ, որ օրինակ այդ մոտակայքում, մեր տարածքում, բայց Շուշի մոտակայքերում ջրմուղ կոյուղու աշխատողները
նորոգման աշխատանքներ են անում, ուղղակի գնդակահարվեցին ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս պարագայում մարդկանց ասել ինչու չգնացիք ակտիվիստներին քշեցիք, երբ որ այնտեղ Ադրբեջան պետությունների զորքով կանգնած կամ լավ զրուցելու փորձեր կան, զրուցելու տարբեր բաներ կային, ֆորմատներ, այդ թվում բավականին արդյունավետ բանակցություններ կային այն ժամանակ Արցախյան որոշ պաշտոնյաների, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էր այդ դերակատարությունը վերցրել ու անընդհատ քարկոծվում էր Արցախի եւ հայաստանյան հասարակությունների կամ անհատների կողմից, բայց Բալասանյանը այդ ընթացքում զգալի դերական աշխատանք է կատարել տարբեր հումանիտար խնդիրներ լուծելու համար եւ այնուհետեւ իր հերացումից հետո գործընթացն էր։ Այս դա խաղաղապահների ներգրավվածությամբ է։ Ոչ միայն, նաեւ անմիջականորեն եւ ես կարծում եմ, որ Արցախում նաեւ որոշակի իշխանության մեջ տեղի ունեցած տեղաշարժերը բերեցին որևէ ձևով ադրբեջանցիների հետ խոսալու անկարողության եւ ես համաձայն եմ պարոն Ասատրյանի արտահայտած նախորդ մտքերի հետ Ադրբեջանի կարողությունների վերաբերյալ, այո, Ադրբեջանը լուրջ կարողություններ է գեներացրել այս տարիների ընթացքում, կարելի ասել, որ իրոք մերիտոկրատական սկզբունքով է առաջնորդվում կադրեր ընտրելիս, ընտրում են լավագույններին, իրենց դիվանագիտության ավտորիտար, մերիտոկրատական։ Այո, իշխանությունը ձևավորում է ավտորիտար եղանակով, բայց ցավոք սրտի Հայաստանում ձևավորվող ժողովրդավարական իշխանությունը ավելի ավտորիտար ձևով է որոշումներ ընդունում, քան Ադրբեջանում ավտորիտար եղանակով ընտրվող իշխանությունը։ Սա հետաքրքիր նյուանս է եւ սա քաղաքական ռեալիզմի գրականության մեջ իր ձևակերպումներն ունի, ինչպես է այդպես ստացվում։ Երկրորդ, այո, Ադրբեջանը բազմաթիվ առավելություններ ունի աշխարհագրական, էներգակիրների եւ այլնի առումով, բայց մենք էլ ունենք։ Օրինակ, մի կարևորագույն առավելություն, որ Հայաստանի իշխանությունները որևէ ձև չօգտագործեցին, ել եմ կրկնում Կարս, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Իջևան, Աղստաֆա գիծը 300 կիլոմետրով ավելի կարճ է, քան Մեղրիով կամ Վրաստանով անցնող գծերը։ Ինչի Հայաստանի իշխանությունները արևմուտքին չեն առաջարկել այս գիծը, ինչի իրենք նախահարցա, ինչի միջև հիմա այդ գիծը չեն կառուցել, հա, Իջևանի այդ գիծը Վաստոն Դիլիջանի հատվածում Սողանքի տակ է եւ Դիլիջան-Վանաձոր հատվածն է բացակայում, մի քանի կիլոմետր, մի քանի տասնյակ կիլոմետրի պատմություն է։ Ինչի այդ գիծը մենք չենք կառուցել միջև հիմա, երբ որ Ադրբեջանը 100 տեսակի երկաթուղի ու տարբեր ենթակառուցվածքներ է կառուցել, ոչ միայն դեպի Մեղրի, այլ նաև դեպի հյուսիս-հարավ ուղղությամբ եւ տարբեր ուղղություններով։ Եվ սրանից հետո գալիս ենք հայտնվում մի վիճակում, երբ ստիպված ես անել այն, ինչ որ դեմ է տալիս Ադրբեջանը, դա արդեն խոսում է Հայաստան պետության թույլ կարողությունների մասին, ոչ միայն իշխանությունների, այլ ընդհանրապես մեր հասարակության թույլ կարողությունների մասին։ Պարոն Խանոմյան, դուք նշեցիք ընդդեմ կներեք 21 թվականից այս ամեն ինչի մասին անընդհատ խոսվում էր։ Իր տարբերություն որոշակի դիմախոսության ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված, բայց այնուամենայնիվ հասարակության մեջ քաղաքական դաշտում կային գործիչներ, որ հստակ ավելի համարձակ գաղափարներ են առաջարկում այդ ենթակառուցվածքները բացելու, կառուցելու, վերակառուցելու եւ այլ կողմեր չներգրավելու ընդ որում։ Հիմա ստիպված ես անել այն ինչ որ Ադրբեջանն է ուզում, ընդ որում ուրիշ կողմ ներգրավելու գնով։ Հիմա դուք հիշատակեցիք Վիտալի Բալասանյանի եւ ես որքան հիշում եմ բլոկադայի ժամանակ ձեր թիմը նաեւ կողմեր ընդհանուր առմամբ երկկողմ շփումներին Աղդամի ճանապարհով այդ ծորենի գալու եւ այլն ինչու այն ժամանակ հնարավոր էր դա եւ իրատեսական, իսկ հիմա ոչ։ Ժամանակ Արցախ կար, այն ժամանակ արցախցիներին տեղում պահելու խնդիր կար, այն ժամանակ տեղից բխող դա մեր օրակարգն էր մեծ հաշվով, ինչպես անել, եթե Սամվել Բաբանի առաջարկների մասին է խոսում, ինչպես անել փոխվստահության միջավայր ստեղծել, հնարավորություն տալ բացել տարբեր կենսուղիներ եւ հնարավորություն տալ Արցախը որպես քաղաքական հայկական միավոր պահպանելու։ Սա նպատակ էր դրած, հստակ օրակարգ էր դրած, այդ օրակարգով գնում ենք։ Հիմա ասում եմ, ո՞րն է այս մյուս հիմիկվա գործընթացի օրակարգը, ես չեմ տեսնում, բայց Քամալա Մամեդովան ձևակերպել էր մեծ հաշվով այդ օրակարգը։ Պարոն Նավասարդյան, ձեր կարծիք այս մասին։ Հիմա մենք ունենք հետևյալ շանսերը։
երեք ստորագրվել է Եվրամիության եւ Հայաստանի միջև նոր փաստաթուղթ, ռազմավարական օրակարգի գործընկերություն, այսինքն դա շարունակությունն է այն պայմանավորվածությունների, որ կար Եվրամիության եւ Հայաստանի միջև, սակայն լրացված է նաեւ անվտանգության հարցերով եւ քաղաքական ավելի խորը համագործակցության հարցերով։ Հիմա Եվրամիության նպատակը այն է, որպեսզի TRIP-ը չսահմանափակվի որպես մոտակա օրակարգ եւ ապաշրջապակման գործընթացը ներառի նաեւ այլ տարածքներ, հիմնականում Հայաստանով։ Եվ շատ շանս է, որոշակի գումարներ պատրաստ է ներկայացնել Եվրամիությունը եւ ես կարծում եմ, որ դա այն հնարավորությունները Հայաստանի չսահմանափակվել Ադրբեջանի ներկայացված օրակարգով, այլ ունենալ սեփական օրակարգը։ Ցավոք մենք չենք կարողացել, ինչպես պարոն Խանոմյանն է ասում, անել դա առանց երրորդ երկրների կամ խաղացողների մասնակցության, բայց հիմա պիտի արդեն ապավինենք մեր գործընկերների աջակցության եւ ես կարծում եմ, որ Եվրամիությունը ակնհայտորեն շահեր ունի հավասարակշռված իրավիճակ ստեղծվել այստեղ, որպեսզի չլինի դոմինանտ երկիր, որպեսզի բոլոր երկրները ունենան մոտավորապես հավասար հնարավորություններ եւ միայն դա կբերի խաղաղություն եւ կայունություն Հարավային Կովկասում։ Այդ շանսը կարծում եմ հիմա պետք է օգտագործել։ Ես գիտեմ, որ դրան բավականին լուրջ դիմադրություն կա Ադրբեջանի կողմից, որը հասկանալի է։ Ադրբեջանը տեսնում է, որ այդ դոմինանտ դերի շանսերը ինքը ունի եւ բնականաբար տանելու է այդ ուղղությամբ։ Դրան պետք է հակադրել նաև այլ գործընկերների ներգրավման քաղաքականությունը, որը փորձում է թեևս բավականին երկչոտ ձևերով իրականացնել նաև այսօրվա Հայաստանի իշխանությունը, կարծում եմ հիմա եկել է այն ժամանակը, երբ պետք է վճռական լինել եւ բոլոր ուղղություններով եւ պաշտոնական, եւ փորձագիտական, եւ միջազգային տարբեր ֆորմատներում մասնակցող անձանց եւ կազմակերպությունների միջոցով ներգրավելով նաեւ Սփյուռքը դա մեր խնդիրներից մեկն է, որ մենք չենք կարողանում օգտագործել հսկայական ռեսուրսը, որին միշտ նախանձում էր Ադրբեջանը, հակառակը մենք վանում ենք մեզանից Սփյուռքի ցանկությունները եւ առաջարկները ներգրավել այս գործընթացի մեջ եւ միայն այդ դեպքում մենք կարողանանք քիչ թե շատ հավասարակշռել այսօրվա ոչ հավասարակշռված հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց որ դա նշանակում է նաև չխուսափել որևէ կոնտակտներից, որևէ հարթակներից, որպեսզի դու ապացուցես, որ դու կառուցողական կողմ ես այս ամեն ինչում, այլ ոչ թե փակվում ես քո տարածքում եւ ասում ես ես ոչ մի բան չեմ ուզում, քանի որ դա բխում է Ադրբեջանի շահերից։ Այդպես չի լինում եւ կարծում եմ, որ լայն հանրային քննարկումները, որոնք նախորդում են նաև գալիք խորհրդանական ընտրությունները, պետք է նպաստեն մշակման այն քաղաքականությանը, որը հեռանկարներ է բացում Հայաստանի համար։ Պարոն Ավասարդյան, այս ընթացքում, երբ տեղի ունեցավ Երևանում քննարկում, Բաքվում տեղի ունեցավ քննարկում, այդուհանդերձ մեդիայում եւ հասարակական շրջանակներում Ադրբեջանի այդ հռետորաբանությունը կարծես թե շատ չէր փոխվել, նույնիսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը արտահայտում էր նույն Զանգեզուրի միջանցք, այսպես ասած, կամ մեկ այլ արտահայտություն։ Ինչ է փոխվել, այս հանդիպումները որևէ ազդեցություն ունեցել են։ Ես կարծում եմ, որ բավականին հակասական է հիմա անգամ այդ մենաշնորհված տեղեկատվական դաշտը Ադրբեջանում կան բավականին դրական ազդակներ եւ կա ցանկություն եւ դա արտացոլվել է նաեւ մեր երկխոսության շրջանակներում, որ պետք է աշխատել մեդիայի հետ, պետք է բացառել այնպիսի ռետորաբանության կիրառումը, որը մյուս կողմին միայն ավելի ագրեսիվ է դարձնում եւ հորետես ապագայի նկատմամբ եւ կարծում եմ այդ ուղղությամբ քայլերը արդեն արվում են եւ կնպաստեն նրան, որ
այն բառապաշարը, որ օգտագործում է Ադրբեջանի կողմից, այն նարատիվները, պատումները, որոնք տարածվում են Ադրբեջանի կողմից, որոշակի փոփոխության ենթարկվեն։ Եվ այստեղ մեզ մոտ բավականին բացասաբար է անկալվել այն ուղերձը, որը հնչեցրել էր Արեգ Քոչինյանը Հիկմետ Հաջիևի հետո հանդիպումից, բայց եթե մեզ դուր չի գալիս այն ինչ ասում են մյուս պաշտոնյաները Ադրբեջանի, ինչու մենք չենք ուզում դրականորեն վերաբերել այդ բարի խոսքերին, որը փոխանցում էր Հայաստանի Հանրության Հիկմետ Հաջիևը, միգուցե այստեղ կա իհարկե կարգավիճակների հարց, հա, արդյոք նախագահի օգնականը այն կարգավիճակ է գտնվում, որպեսզի ուղերձներ փոխանցի Հայաստանի Հանրությանը, այստեղ կարող են հարցեր լինել, բայց ամեն դեպքում այդքան սուր ես չէի ընդունի եւ այդ պիտակները չէի ընդունի, որ փաստորեն հայկական այդ հնգյակը գործակալն էր Ադրբեջանի եւ ընդամենը լուր բերողն էր Ադրբեջանից։ Մենք բերել ենք այն լուրերը, որը բերել ենք։ Հիմա դա պետք է Պարոն Խանոմյանը համաձայն է դրա հետ, թե չէ։ Ես երբեք գործակալ չասացի, ոչ էլ նպատակ ունեմ սրել տարբեր էպիտետներով, ես ուղղակի քննարկում եմ այդ օրակարգը ինչ էր ներառում եւ նպատակահարմար էր այս այցը, թե չէ։ Սրան զուգահեռ մենք տեսնում ենք հայկական քաղաքասարակության ուրիշ ներկայացուցիչներ, որոնք տարբեր իրավունքների համար են պայքարում, տարբեր հայտեր են ուղարկում ընդդեմ Ադրբեջանի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ագրեսիվ մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականություն է վարում եւ դրանով հանդերձ ընտրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ժառանգության, համաշխարհային ժառանգության հանձնաժողովի անդամ եւ տեսնում ենք, որ դրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը նորություն չի կարծում։ Չէ, նորություն չի, այլ մենք հիշում ենք այդ կոռուպցիոն սկանդալները, ծագումը բուլղարացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի հետ կապված նրա ամուսնու բազմաթիվ բիզնես կապերը Ադրբեջանի հետ եւ այլն, բայց ամեն ինչը նորություն չի։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ հակադարձումներ չկա։ Այո, Հիկմետը ասում է, որ այո գնում ենք խաղաղության ամեն ինչի, բայց մարդիկ մեծ հաշվով ցեղասպանության հետևանքները վերացնելու ճանապարհով են գնում։ Ընդ որում հետքերը վերացնելու, մշակութային օջախները վերացնելու, մշակութային Բայց դա կարող է օրակարգային հարց դառնալ, չէ՞։ Երկկողմանի հարաբերությունները։ Բայց չի դառնում, չէ՞, այդ է խնդիրը, որ եթե ոչ մի բան չես անում, չի դառնա իհարկե։ Այդ հարցերը նախ եւ առաջ կարծում եմ մեկ այլ մակարդակում պիտի քննվեն։ Հասարակական դիվանագիտությունը սովորաբար օգտագործում են հասարակություններում, որտեղ պաշտոնական դիվանագիտությունը չի աշխատում կամ ճշտամանքը բավականին մեծ է։ Դա տեսնում ենք, որ պաշտոնական դիվանագիտությունը բավականին ակտիվ աշխատում է եւ այդ հարցերը լեգիտիմ ներկայացուցիչներ կան, որոնք կարող են ներկայացնել, պաշտոնական ներկայացուցիչներ կան, որոնք այդ ամեն ինչին կարող են ներկայացնել։ Ես նախորդ մտքին էլ Եվրամիության հետ անդրադառնամ։ Այո, շատ դերակատարներ այստեղ նոր տարածաշրջանը փոխվում է։ Արևմուտքը ցանկանում է կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, մեծ 90 միլիոնանոց շուկան հանել Ռուսաստանի տակից, Իրանի տակից եւ այլն, եւ այդ նոր հնարավորություններ են հայտնվում եւ նոր դերակատարներ ուզում են իրենց դերակատարություն ունենան, բայց Եվրամիությունը հայտարարել 10 միլիարդ եվրո այդ միջին միջանցքի ծրագրերում դնելու համար։ Հայաստանը ինչից օգտվեց։ Ինչ որ կտորի համար գումար գոնե գնաց բանակցեց։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան շատ ակտիվորեն 10 միլիարդը մեր Հարավային Կովկասին չէր վերաբերում։ Չէ, միջին միջանցքի վերաբերյալ եմ ասում։ Միջին միջանցքի Կասպից ծովը Թուրքիային միացնող միջանցքի մասին է, կենտրոնական Ասիան, Թուրքիային միացնող միջանցքի կենտրոնական Ասիայի մասով էր։ Ոչ միայն, հստակ ուղղությունը, թե որն է ընտրել Եվրամիությունը իր Global Gateway-ի համար, որոշված չի։ Այսինքն չի կարող ներդրում լինել։ Չէ, 10 միլիարդի մասին Կայա Կալլասն է հայտարարել, այդ 10 միլիարդի վերաբերյալ Ադրբեջանը արդեն դիմել է Նախիջևանի հատվածը կառուցելու համար։ Թուրքիան 10 միլիարդ չէ, 1 միլիարդ։ Չէ, հասկացա, 10 միլիարդից, այդ 10 միլիարդից բաժին ունենալու համար, ոչ թե 10 միլիարդ ունենալու համար, այլ այդ 10 միլիարդ միջի միջանցքի Ադրբեջանի դիմացը կապ չունի 10 միլիարդի հետ։ Եվրամիություն, չէ, վերադառնալով մեր այսօրվա հայտարարել միջային միջանցքում 10 միլիարդ եվրո ներդնելու համար Թուրքիան եւ Ադրբեջանը գնում են Եվրոպա տարբեր ֆոնդերից ու Եվրամիությունից փող են ուզում այդ շրջանակներում դրա համար, թե Նախիջևանի ճանապարհի կառուցման, թե Կարսիկ Դիրնախիջևան Հայաստանը շրջանցող երկաթուղու համար տարբեր ֆոնդերից գումար են ուզում։ Հիմա որ դուք ասում եք
Եվրամիություն, Հայաստան ռազմավարական գործընկերություն, ես հասկանում եմ, որ լավ հնարավորություններ կա։ Կարող է արդյոք Հայաստանը օգտվել։ Ես ասում եմ, որ հնարավորություն նախկինում էլ են եղել եւ չի կարողացել օգտվել եւ ելի չի կարողանալ օգտվել, որովհետեւ խիստ կասկածում եմ այդ կարողությունների վրա։ Եթե մարդիկ այս ընթացքում մի փոքր սողանքի հատվածով, չգիտեմ, 20-30 կիլոմետրանոց հատված չեն կարողանում կառուցել, այդ նպատակը չեն գնում, գոնե նախագիծը չեն պատվիրում դրա։ Ինչի մասին է նշանակում, որ փորձել պետք չի նորից։ Փորձել պետք է, ես խիստ կասկածում եմ։ Նախկին սխալները Ես խիստ կասկածում եմ, որ դա լինելու է եւ խիստ կասկածում եմ, որ շարունակելու ենք մեր ունենալու ենք մեր օրակարգը, այլ կարծում եմ, որ շարունակելու են արձագանքել Ադրբեջանի օրակարգին։ Ինչ-ինչի հեռուստադիտողը ձեր խոսքերից որպես լուծում։ Որպես լուծում, սեփական կարողությունները պետք է զարգանան, սեփական օրակարգը պետք է ունենան, սեփական օրակարգը պետք է առաջ մղել։ Եվ մի կարևոր հանգամանք եւս ցեղասպանության միջոցով, չգիտեմ, հազարամյա մշակույթը ոչնչացնելու, հազարամյա ժառանգությունը պատմական եւ այլն ոչնչացնելու ճանապարհով խաղաղություն չի հաստատվում։ Սա ակնհայտ է, սա մեծ ական է տարածաշրջանի տակ եւ այդ ականը մի օր պայթելու է։ Դրա խաղաղություն հասնելու ճանապարհները բոլորովին այլ են եւ բոլորովին այլ լուծումներ են ենթադրում։ Ինչ-ինչի հեռուստադիտողը ձեր խոսքերից որպես լուծում։ Որպեսզի չհետևի այն օրակարգին, որ ոչ մի բան հնարավոր չէ, որ ինչպես ձախողվել ենք նախկինում, այնպես էլ շարունակելու ենք ձախողվել հետագայում եւ որ առանց այլընտրանքային առաջարկներ անելու իրատեսական, թե ինչպես կարելի է հաղթահարել այսօրվա խնդիրները, որևէ հարց չի լուծվելու, անգամ այն անձանց կողմից, որոնք դեմ են կամ հակադրվում են այսօրվա զարգացումներին։ Այլընտրանքները պետք են եւ մենք մեր խմբով եւ ենթադրում եմ ավելի ընդարձակ ներգրավվածությամբ փորձագիտական հանրության այդ այլընտրանքները առաջարկելու ենք։ Շնորհակալություն պարոն Նավասարդյան, շնորհակալություն պարոն Խանոմյան։ Ես հիշեցնեմ իմ զրուցակիցներն էին քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը եւ քաղաքական գործիչ Հայկ Խանոմյանը։